Հիմա նույնն էլ է սա։ Էսի կասի, ինքը կնայի կարթա, կամ իրան մի բան կասի, այդ ամեն ինչը, կամ էլ բան էլ չի ասի։ Հետո ինչ ալնելու։ Սա գիտես հայ ժողովուրդը ընդունելու է, ասենք պետություն, այդ պետությունը հայկյան է եղել, չէ՞, կառուցվել է, կազմավորվել է, ես իմ երբ հայկով, չէ՞, պարզվեց ոչ այն 3000 բելի ժամանակները, այդ վաղ չէ, ես իմ քանի 100,000 տարի առաջ պարզեցինք, հիմա պարզեցինք, չէ՞, հետո աշխարհն էլ է պարզելու էդի, որովհետև այդ համակարգը չէր կարող գիտակցվել ինչ-որ մի փոքր այտենց չնչին մի բան, մի հատ շունչ է էլի տեյզերական 25000 տարին, ինչ է, ոչ մի բան էլ, մենք գիտենք թե ինչ է, մենք հավերժ ենք, գնալու ենք, գալու ենք, էդ էլ է տենց, հիմա դա համակարգվել է ես իմ երբ, հիմա նորից եմ ասում, պարտադրանք չկա, այս սիրտը միշտ կապ ունի, գիտակցություն կա, գիտես չէ, ընդեղ նեյրոնային 80,000, հիմա էլ ասում են ավելի շատ է, կարևոր չէ, ընդեղ գիտակցություն կա, ուղեղից ավելի հզոր մի հատ գիտակցություն ստեղն է, առաջնայինը էս է, սա ասում է ուղեղը, ասում է ոչ, մարդը սաղոր իրար հետ կռիվ անում, չէ, ասում է ամոթ է, չի կարելի բան, ասում է, ինչ անենք, բայց արդարացված է, Որպես փորձառու պարոն Գևորգյան, դա հաղթահարելու բանաձև ունեք, ինչպես չկա բանաձևը, մարդը ինքն է որոշում, ինչ բանաձև։ Դա որոշումով է։ Բա ոնց, բա Ընտրություն է դա։ Տիեզերքը իրան տվել է հնարավորություն, ասում է ոնց գիտես, ազատ է քո կամքը, մարդ արարած, իրան պետք չի դմբով մի հատ շահ խնդիր մեկ ասի, բան չհասկանա, սուտ խաղ է, չէ, կյանքը խաղ է, անցավոր, ես միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ, ինչ կա որ, Թումանյան, խաղ է։ Հիմա եթե մտել ես այդ խաղի մեջ ու ձևակերպվել ես որպես դերասան, խաղացող, մեկ ես դերն ես խաղում, մեկ ես դաշտում ես խաղում, այն բան ֆուտբոլիստներ կան, մեկ ես կամանդում են խաղում, մեկ են կամանդում, գնում են առաջվա կամանդին գոլ են խփում, բան, հիմա մարդը տենց է։ Դառը էլի, իր որոշումը չի։ Հիմա մենք իրան ինչ ասենք, Հայկը իրան ինչ ասի, Հայկը իրան բան չի կարա ասի, այդպիսիններին հիմա ոչ միայն մեր ժողովրդի պլանում, այլև ամբողջ աշխարհում Հայկը ասելու բան չունի, ինքը լուր կատարում է իրեն գործը, լուր խոհեմ համբերատար և սիրահոժար է կատարում իր գործը, ով ունի իրեն սրտում սեր, պատիվ, պարտականություն, պատվախնդրություն, կտեսնի Հայկին, ինքը բացատրությունների կարիք չունի Հայկը, հասկանում եք, սա ներշունչ է, շունչ է, հիշողություն է, ամեն ինչ է Հայկը, տիեզերքը, կամ դու դրան ընտրում ես, այն որ երաժշտություն լսում ես, կամ դուրդ գալիս է, չի գալիս, չէ, հիմա այս Հայկի երաժշտությունը, մինչ որ այդ համակարգը ոնց որ երաժշտություն լինի, ոնց որ նոտայագիր սիմֆոնիկ երաժշտություն լինի, որ նայում ես, շշում ես, այդ թվերը, այդ սինգուլյար, այդ կոնստանտները, որ գալիս են, ու դուրս են գալիս և մտնում են ուրիշ համակարգներ, գրված է չէ զմուտ և զել ամենայն գիտությանց, ըստ կարգավորութիվն Հայկի, ի դրունք Հայկի, ի սահմանադրություն Հայկի, գրել է չէ են մարդը, բախի չեն բանանում, հասկացնում։ Պարոն Գևորգյան, փաստորեն ինչ է ստացվում, հայկյան բունտոմարը Հայաստանի մոռացված հաղորդագրությունն է աշխարհին։ Մոռացված հիշողությունն է, լավ ասիր։ Այն գլխին խփել են, մոռացել է։ Որը հիմա վերականգնվում է։ Վերջ, վերականգնվել է, վայ։ Վերականգնվել է։ Ինչ է մնում մեզ անելու այսօր սրանից հետո։ Ասեց ինչ ուզում ես արա։ Այսուհետև հայկյան բունտոմարը ավելի հայկականացնելու։ Ուրիշ ազգներ, գիտես ինչ կաներ, ես չեմ ուզում էլի, դրա համար ասում եմ ինչ ուզում եք արեք տղեկ ջան։ Հիմա ասենք վրացիներ խոսքի օրինակ, կալմիկներ, գիտես ինչ կաներ, իր ամբողջ ուժերը կներդներ։ Բայց դրա մասին եմ ուզում խոսել։ Հա, ես գիտեմ, որ չի անելու, դրա համար չեմ ուզում խոսամ, էլի։ Լավ տոմարային մասով գոնե մենք կարող ենք հայկյան բունտոմարը վերականգնել գոնե։ Ոչ, արդի գիտակցության մեջ, արդի էս կենսագիտակցական տեղեկատվական աղբի մեջ դա հնարավոր չէ, բայց շատ շուտ 1-2 տարի, մեկը մի քիչ շուտ է, որտեղ ընդամենը մի շրջապտույտ է Հայկը։ Հետո պարտադրանքը, ռեսուրսը, պարտադրանքը գալու է դրսից։
Այդ էլ խոսքերս հիշեք, հայը ինքը մինչև դրսից մեկը բան չասի, ինքը տենց է, չէ՞։ Հենց մեկը բան ասում, չես տա տալ, հենց մեկը ներսից է բան անում, եկալու մի բան գլխին։ Այդ չի հայը։ Ինքը դա դարել է, տենց պատճառ հայկին որ կորցրել է ինքը։ Ու մտածել է նաև որ բելին բանը պարտվել է, էլի բոլոր մտածում են որ ըմբելերը ուժեղ են, էլի լավ հիմա, սող բանկերը իրանց ձեռն է, նավթը իրանց ձեռն է։ Հա բա ճշմարտությունը բան է, չէ, տենց ծիծաղ է, չէ, բայց դա տենց է, հասկանում ես։ Հիմա այս Բայց դա ամբողջ քանդվում է ձեր ասածով։ մեր ախպերությունն ու այն աղբարությունը, հələ մի հատ միացրու, տես դրանց ուղեղը ոնց է աշխատում։ Հավաքական, ես չեմ ասում այն մի փոքր մասայի, այն մեր հզորությունն է։ Հայ ժողովուրդը ունի, յուրաքանչյուր ժողովուրդ ունի, բայց մերը ուրիշ է։ Մենք մի հատ ունենք փոքր գիտակցված գեր, խորագետ, հզոր մարդիկ, միշտ դրանք են փրկել, դրանց ոչ մեկը չի էլ տեսնում։ Հա, էդի կա, հեսա վաղը էդի գալու է առաջին տեղն է կանգնելու։ Իերարխիկ իրա կետին։ Հա, էդի բնականon է լինելու, ոչ թե այնտեղ բաներ փոխտի ծախսես, ընտրություններ անես, բաներ sense թերթեր լցնես, բան, չէ, այդպես չի լինելու։ Այդ արդարության ժամանակ ասում եմ մհերը հելել է։ Դուրս է